Պարոն Փաշիկյան, մի հարց կա, որը նույնպես շատերին է անհանգստացնում, խոսքը բուժման մասին է։ Գաղտնիք չէ, որ բուժման ժամանակ հաճախ ընդգրկվում են տարբեր հոգեկան առողջությունը կարգավորող դեղամիջոցներ, որոնք տարբեր պիտակավորումներ են ունենում։ Ոմանք փորձում են դա գաղտնի ձևով տալ սուրճի մեջ, թեյի մեջ, ճաշի մեջ, եւ դա շատ ցավոտ է ընկալվում։ Ես կուզենայի դրա մասին դուք անպայման խոսեիք, որպեսզի մեր հանրությունը ավելի լավ պատկերացներ։ Երբ որ մենք խոսում ենք դեմենցիայի բուժման մասին, մենք չենք խոսում խնդրի վերացման մասին, այլ խոսում ենք խնդրի կառավարման մասին, այսինքն մենք պետք է աշխատենք այնպես անել, որ անձի մոտ կոգնիտիվ ֆունկցիաները հնարավորինս քիչ պրոգրեսիվ են, այսինքն հնարավորինս դանդաղ զարգանան ու այնպես անենք, որ հնարավորինս անձի մոտ վարքային դրսևորումները թեթևացնենք։ Դրա համար մենք կիրառում ենք երկու մոտեցում, հա, վարքային խանգարումների դեպքում դեորայքային բուժում, որը որ կիրառում ենք ավելի ուշ եւ ոչ դեղորայքային խնամքի մեթոդներ կամ բուժման մեթոդներ, խնամքը երևի ավելի ճիշտ է նման դեպքում ասելը, որովհետեւ վարքային խանգարումները շատ հաճախ դրսևորվում են ոչ թե հենց հիվանդության պատճառով, այլ դրսևորվում են այն միջավայրի պատճառով, որտեղ որ խնամվում է նմանատիպ պացիենտը։ Օրինակ, ցուրտ միջավայր, վատ վերաբերմունք խնամողների կողմից, անընդհատ հայհոյանքներ, ցավային համախտանիշ, յուրաքանչյուր ինչ որ օրգան համակարգի ցավ, այդ